Պարոն Բաբայան, եկեք նստեք այդտեղ եւ պատասխանեք հարցին, դուք ձեր դիմումը հաստատում եք, թե ոչ, ձեր ինքնաբացակի դիմումը։ Ես հաստատում եմ Միկրոֆոնը միացրեք։ բոլոր դիմումները։ Միացրեք։ Ես հաստատում եմ իմ ինքնաբացարկների բոլոր դիմումները, որոնք դրդված են նրանով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացը ըստ ինձ տապալել։ Շնորհակալություն, պարոն Բաբայան, ես բավարարված եմ այլևս Ես միջնորդություն եմ ներկայացրել, բացառ տալով նաև ձեր անձը հաստատուղթը փոխանցեք քարտվարությամբ։ Ընտրում եմ նաև արտահայտվելու իրավունք կա, պարոն Հովակիմյան, որ հետագայում հաշվի առնեն այն թերությունները։ Պարոն Բաբայան, դադարեք։ Պարոն Բաբայան, շնորհակալություն շահագրգիռ լինելու համար։ Տիկին Գևորգյան, անձ հաստատող փաստաթուղթը կներկայացնեք։ Գրավոր կներկայացնեք իմ ՀԿ-ին։ Բաբայան Սեմյոն Շալվայի նույնականացման քարտ։ Պարոն Բաբայանը նաև նիստում հաստատեց, որ հաստատում է իր ինքնաբացակի դիմումները։ Շնորհակալություն։ Նաև պատճառները ես կուզենայի ասել։ Պարոն Բաբայան, պատճառների խնդիր չկա։ Ստիպելու հանգամանք։ Պարոն Բաբայան, դադարեք խոսել։ Դուք պատգամավորի թեկնածու եք։ Դուք մինչև Պարոն Բաբայան, քանի ձեր գրանցումը ուժի կորցած չեն ճանաչել, դուք պատգամավորի թեկնածու եք, դա բավականին վեհ կոչում է եւ խնդրում եմ ձեզ զուգահեռ չխոսել։ Ազգային ժողովում օրինակ է ցույց տալու։ Պարոն Բաբայան, շնորհակալություն, դուք կարող եք վերադառնալ ձեր տեղը, բայց պիտի չխոսեք, միկրոֆոնը անջատեք։ Պարոն Բաբայան, դուք արտահայտվելու իրավունք ունեիք ընդամենը հաստատելու ձեր դիմումը, այլ արտահայտվելու իրավունք այս նիստում, այս հարցով չունեք, որովհետև այս Ձեզ որ պետք է ասեմ ինչ որ մեկը ստիպել է, թե ոչ։ Պարոն Բաբայան, դուք հաստատեցիք ձեր ինքնաբացակի եւ շարունակի ինչով է դրդված իմ ինքնաբացակը։ Պարոն Բաբայան, եթե ձեզ Պարոն Բաբայան, ձեր մարմնում Պարոն, դադարեք խոսել։ ապացեցի։ Ես դեպից նույն կանակի ես դադարեցի։ Ինձ օրինակ հետաքրքիր ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ պարոն Վարդևանյան, ես գիտեմ, որ ներքևում է եղել։ Պարոն Վարդևանյան, ձեր թեկնածուի իրավունքները, պարտականությունները չեք ցանկանում, պարոն Վարդևանյան, ձեր պարտականությունն է, պարոն Հովակյան։ Ես այդտեղ պարտականություն չունեմ։ Ամեն պարոն Բաբայանը նաև մասնագիտական գիտելիքների իրավավոր պատշաճ է։ Հավաստում եմ։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան։ Եվ այսպես շարունակում ենք հարցի քննարկումը, Տիկին Գրիգորյանը ներկայացրեց նախագիծը, արգելի գործընկերներ, դուք լսեցիք, հարցեր կան Տիկին Գրիգորյանին, չկան։ Ելույթներ, դիտողություններ չկան։ Այդ դեպքում որոշման նախագիծը ներկայացնում եմ քվեարկության, այնպես ներկայացրեք որոշման նախագիծը եւ բոլոր փաստաթղթերը իրազեկեին։ Դուք դա եք պատմում։ Պարոն Բաբայան, 48 կետ երկուսը ուրիշ բանի մասն է, պարոն Բաբայան։ Ինքնաբացարկի դիմումների առնչության վարչական վարույթ չի իրականացում, պարոն Բաբայան, դուք վարչական վարույթ, պարոն Բաբայան, չեք կարող ներկայացնել, ձեզ ընդամենը ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 6-րդ կետը հնարավորություն է տալիս նիստում հաստատել կամ ժխտել ձեր ինքնաբացակի դիմումը, այլ իրավունք դուք չունեք։ Նաև հարց տվեք։ Պարոն Բաբայան, ես ձեզ նիստից հասկանենք ինչ որ մեկ
Ստեղ ասեն գլխից մասում ստեղ ինչ-որ պետք կա։ Միան հարցրեք ինչ-որ մեկը ստիպել է, թե ոչ։ Պարտավոր եք ես հարցրեք, ես եմ պատասխանում։ Պարոն Բաբան, այն հույսով, որ նոտարի մոտ դուք նոտարական կարգостորակ Նոտարը պաշտպանում է։ Պարոն Բաբան, եւս մեկ անգամ հաստատում եք ձեր ինքնաբացակի դիմումը եւ արդյոք ձեզ ստիպել են ինքնաբացակի դիմում ներկայացնել։ Ասեմ, որ ինձ չեն ստիպել աշխատակազմի կողմնակալությունը, ընտրողների Շնորհակալություն լինելը, Շնորհակալություն բողոքի Պարոն Բաբայան, շնորհակալություն, ասեցիք չեն ստիպել, վերջ։ Պարոն Բաբայան, կարծում եմ մեր վերլուծություն կատարելու, ինչից, ինչ հետևություն անելու, դա թողեք մեզ մեկից տեսք։ Պարոն Բաբայան, սա բոլորիս Հայաստանի Հանրապետությունն է, բոլոր Հայաստանի։ Պարոն Բաբայան, վերջ, ես համբերատար փորձում եմ, այդ թվում նաև ձեր ցուցակի լիազոր ներկայացում փորձեցի ներգրավել, որպեսզի դուք նիստում ձեզ պատշաճ պահեք։ Հարգելի գործընկերներ, այդ միկրոֆոնը անջատեք, հա։ Նախագիծը ներկայացվեց։ Նախագիծով ըստ էության թեկնածուներից մեկի պարոն Սեմյոն Բաբայանի ինքնաբացակի դիմումի ամբողջ նախապատմությունը, եղելությունը նաև ամբողջությամբ բուռն քննարկվեց եւ այսքանից հետո հարցեր նախագծի հետ կապված կան, ելույթներ, դիտողություններ չկան, այդ դեպքում որոշման նախագիծը, որ Տիկին Գրիգորյանը ներկայացրեց, ներկայացնում եմ քվեարկության, ովքեր են կողմ որոշման ընդունմանը։ Պարոն Բաբայան, պետք է խնդրեմ վերադարձեք ձեր տեղ, այլևս դուք այստեղ անելիք չունեք այս սեղանի մոտ նկատում։ Երբ որ